Սոցիոմետր կենտրոնի տնօրեն Հարոն Ադիբեկյանն այսօր հայտարարել է, որ սահմանադրության վերաբերյալ 3300 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ նրանց 25%-ը չի հետաքրքրվում քաղաքականությամբ, 10%-ն էլ չի որոշել մասնակցել հանրաքվեին, թե ոչ։ Այսինքն 35% ընտրողների խաղից դուրս են, մնում է 65%-ը, այդ 65%-ի 25%-ը դեռ չեն կողմնորոշվել, ասելու են այո, թե ոչ։ Հիմա խնդիրը որն է, նայում եմ հեռուստաէկրանին պատգամավորները, կուսակցության ղեկավարները խոսում են հանրաքվեի մասին, ես ինձ դնում եմ շարքային ընտրողի դերում, որը կեսը միջնակարգ կրթություն ունի, նա ինչ կարող է հասկանալ այդ տեքստերից, ոչ մի բան, բոլոնյան գործընթաց, իշխան ռեժիմի փոփոխություն, արտոնություններ բան, նրան պետք է շատ պարզ լեզվով մեկը բացատրի, թե գործը ինչումն է, եւ այստեղ մեծ դերակատարություն ունի քարոզարշավը, հիմա տեսեք, ամենաչկողնորոշվածը դա կանայք են, տան տնտեսուհիները, ուրեմն քարոզիչը, որ գնա տներով աշխատի, ում է հանդիպելու, տան տնտեսուհուն բանը, եւ նրանց կարողանա համոզի կամ թույլ տա, որ սա իրան պետքական բան է, իր երեխաների բան եւ կարողանա։ Երիտասարդները բավականին կանգնորոշված են, բայց նրանց գտնելը բավականին դժվար է, բուհերում աշխատել անհնար է, նրանք տանը չեն լինում, ուրեմն այստեղ կորցված մի հատ ռեսուրս կա եւ այլն։ Հիմա ամենա կողմնորոշվածը դա բարձրագույն կրթություն ունեցողներն են, որոնք մասնավոր ծառայող են, դա շատ կարևոր հանգամանք, որտեղ իրաց իրավունքները կախված է սահմանադրական բանից, եւ ավելի փոքր միջին բիզնեսի սեփականատերերը, նրանք շատ լավ զգում են քաղաքական տատանումները, քանի որ դա անմիջապես ազդում է բիզնեսի վրա, կմտնենք միություն, չենք մտնի, իշխանականը որն է, արտոնություն կլինի, հարկային չլինի եւ այլն եւ այլն։ Հիմա խնդիրն այն է, որ այս անորոշների, չորոշվածների մի մասը, ասում է, ինչի մասին է խոսքը գնում, մեկը իրան պիտի պատմի այդ սահմանադրությանը ինչ ա եղել, ոնց է փոխվելու։ Մի մասը ընդհանրապես չգիտի, որ նման հանրաքվե կա, բայց եթե իրան ասես, որ հանրաքվե կա, նա վազելով կգնա, կասես ինչ բան է, որտեղ ուզում է մասնակից լինի։ Ուրեմն մենք ունենք մի քանի խումբ ընտրողների, ոչ ասողներ արդեն հաստատ գիտեն, այո ասողներ հաստատ գիտեն, դա մոտավորապես 40%-ն է ակտիվ ընտրողների, 60-ի մեջ մոտ 40%-ը դեռ չի որոշել, մնացածը կամ բովանդակության հետ ծանոթ ուզում է ծանոթանա, կամ ընդհանրապես նա չգիտի, թե հանրաքվե կա, թե չկա։ Հիմա խնդիրը հետևյալն է, այոյի հասնելու կամ ոչ հասնելու համար պետք է չկողմնորոշվածներին բերես ընտրատարած տեղամաս եւ ասես ինչ կլինի, ասա ոչ կամ ասա այո։ Եղանակը նույնիսկ եթե ձուն գա տորը կամ անձրև գա, կարող է ակտիվությունը նվազեցնել, որտեղ մարդիկ կան, որ հագուշ չունեն նորմալ դուրս գալու անձրևային օրը եւ այլն։ Հիմա կարևորը այդ անձնական շփումներն են։ Այս առումով այո ասողների ռեսուրսը կազմակերպչական պատիկ անգամ մեծ է, քան ոչ ասողներինը։